Եվս մեկ անգամ բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, առաջին ուղիղ եթերում շարունակվում է Առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին, մի հենց նման թեմա էլ քննարկելու ենք հյուրերի հետ, որոնք ներկա են արդեն մեր տաղավարում, սակայն մինչ այդ ես շատ հակիրճ կներկայացնեմ թեման, ինչի շուրջ հետո մանրամասն կզրուցենք այլ մեր հյուրերի հետ։ Կուղենք նրանց։ Եվ այսպես ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի ակունք ազգագրական պետական համույթը հանդես կգա ակունքի հոպոն խորագիրը գրող համերգային ծրագրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։ Եվ մեր հյուրերն են կոմպոզիտոր, կոմիտասագետ, ակունք ազգագրական պետական համույթի երաժշտական ղեկավար Արթուր Շահնազարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ակունք ազգագրական պետական համույթի արտիստ Սարգիս Բաղդասարյանը, բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը մեզ հետ եք սկսում, եւ հետաքրքիր է, թե ինչպես ակունքի հոկպոն համերգային ծրագրի գաղափարը ծագեց եւ հոկտեմբերի 26-ին այն իրականություն կդառնա։ Հոպոն մեզ համար բացառիկ երևույթ է, Սարգիս Բաղդասարյանը, մի ժամանակ, որ մենք երիտասարդ էինք, մարդիկ կային, ասում էին, սրա երկրի մարդ է։ Նրանք Սասունից, Մուշից գաղթած ծերունիներն էին, որոնք շատ յուրահատուկ մարդիկ էին, ով որ չի տեսել այն սերունդը մեծ բան է բաց թողել, երևի մարդու իսկական տեսակը ոնց է լինում, նախնական դրախտի մարդը պահպանված հազարամյակներով այդպիսի մարդիկ էին։ 90 տարեկան փոքրիկ երեխաներ, բայց հզոր, կարծես Սասունի Դավիթ էպոսից դուրս եկած։ Ահա հոպոն այդ սերունդի, այդ մարդկանց, այդ տեսակի շառավիղն է, ոչ միայն սա երգի մասին է, մարդու տեսակի մասին է խոսքը, որ փոխանցվի սերունդներին, որ հայի տեսակը, հայը ինչպեսին է լինում։ Այ մեր համար այդ սիմվոլն է, մեր խմբում ակունքի, ոնց որ ասում են, թալիսմանն է, հոպոն, զարդն է, ինքը երգել է երիտասարդ ժամանակից, պահպանել է հայրենի Սասունի երգերը, ավանդույթները, խոսք ու բառը, ամեն ինչ իր մեջ խտացված մի երկիր է, մի հայրենիք։ Հոպոն իր տեսակով այն մեր հողու, ջրի, երկրի հայրենիքի օրինակն է, այդ կասեմ։ Հրաշալի ներկայացրեցիք։ Այո, մեր հեռուստադիտողներին նաև պատմենք, սկսենք այդտեղից պատմենք պատմությունը ակունք համույթի, որովհետև շատ երկար եւ շատ հետաքրքիր պատմություն ունի, առհասարակ ինչպես է ստեղծվել։ Ակունքի համար ակունքը իր անվանը շատ համահունչ ակունք է, որը ճիշտ ասած իմ կարծիքով ուշացումով, բայց գոնե ժամանակին ձևավորվեց ակունքը հանձինս երջանկահիշատակ Մարո Մուրադյանի, Հայրիկ Մուրադյանի դստեր եւ շատ կորուստներ ունեցանք այդ ամբողջ տարիների ընթացքում, բայց կարծես թե ինչ որ մի երկնային ձեռքի արխայությամբ ստեղծվեց մի բան 70-ական թվականների սկզբներին, երբ մենք համալսարանականներս, որ հաճախակ էինք հանդիպում, կարծես թե այդ կարճ ժամանակում իրար ձեն-ձենի տալով, թե Մարոն խումբ է ստեղծել լեզվի ինստիտուտում, ինքը լեզվի ինստիտուտի գիտական աշխատող էր լեզվաբանությամբ։ Եվ այդպես կամաց այդպես մեկը մյուսին ձայն տալով հավաքվեցինք Մարոյի շուրջը եւ Մարոն քանի որ այդ արանքում էլ մենք բոլորս ինչ գիտեինք հասկանալի, բայց երբ որ Հայրիկին լսեցինք, դա մի նոր աշխարհ էր կարծես թե բոլորի համար։ Եվ մանավանդ որ Հայրիկի դուստրն է այդ բանը կազմակերպում, այսպես կամաց եկան տարբեր մասնագիտությունների տերմատիկ ճարտարապետներ, դասախոսներ, լեզվի ինստիտուտների աշխատողներ եւ հետագայում նաեւ ուսանող ընկերներ, ուսանողներ ու այդպես այդ ժամանակ, ասենք առաջի սկզբնական տարիներին որևէ մեկից մտքով էլ չէր անցնի, որ հետո ակունք անուն կունենա այդ խումբը, հետո
ճանաչում կգտնի հետո Եվ այսքան երկար տարիներ գործունեություն կծավալի։ Հետո մինչև այսօր։ Այո, հետո մինչև այսօր։ Վերադառնանք այդ համերգի ծրագրին, թե ինչ երգեր եւ ստեղծագործություններ են ներառված։ Այսօր ակունքը երգում է արևմտյան եւ արևելյան պատմական ամբողջ Հայաստանի գրեթե բոլոր գավառների երգերը։ Մուշ, Սասուն, Ակն, Ալաշկերտ, Վան, Արցախ, Լոռի, Շիրակ, Այրզրում եւ այդպես շարունակաբար այդ բոլոր շրջանների երգերը երգում է։ Այնտեղ կան աշխատանքային երգեր, բնության երգեր, էպիկական երգեր, մանկական երգեր, պարերգեր, սիրո երգեր, բոլոր ժանրերում, հարսանեկան երգեր, ամբողջ հարսանյաց ծեսը 7 օրվա երգում է ակունքը, բայց դրա համար մեր ամեն համերգները շատ բազմազան են։ Մենք օրինակ կարող է համերգ տանք բութայնյա երգեր, որ ոչ ոք չի լսել, թե ինչ տեղն էլ չգիտեն երևի, որոնք հրաշք երգեր են եւ հրաշք ժողովուրդ ապրել այնտեղ եւ այդ երգերը Կոմիտասի աշակերտն է փրկել, ասենք։ Դրանք պահպանվել են այդ երգերը, հազարավոր երգերը Կոմիտասի շնորհիվ։ Կոմիտասը գրառել է, Կոմիտասից պահպանված է մոտ 1500 երգ, որից երգվել է մոտ 250-ը։ Իսկ 1200-ից ավելի երգ ընդհանրապես չի երգվել երբեք, որևէ տեղ Կոմիտասի 1200-ից ավելի երգ։ Ակունքը այսօր այդ երգերը երգում է։ Իր աշակերտներն էլ գրառել են հարյուրավոր երգեր, այնպես որ հայ ժողովուրդը փրկել է իր ամբողջ ժառանգությունը։ Ակադեմիայում 30,000 երաժշտական նմուշ կա, երգ կա ձայնագրված, գյուղերից հավաքած, կոնսերվատորիայում 10,000։ Եվ այդ բոլորը հրատարակվում են։ Եվ այսօր այս ծրագրում հոպոյի երգերը, որոնք հոպոն է երգում, ընտրել ենք, ինքը շատ երգեր է երգում, որ ավելի շատ ինքը մեներքեր երգի, եւ նաեւ կան մեներքեր, որ խմբի հետ է երգում, ասենք Էպսասի Դավիթ էպոսի ողորմիները խումբը ձայնակցում է ծամթելը։ Հիմա հոպոյինք խնդրենք այստեղ մի հատ Շուշոն մի հատ երգես հոպոջան, որ շատ խնդրենք երգի։ Այս նազու տուզն էլ է ցեսի մեջ մտնում։ Ցեսի մեջ է մտնում։ Սովորութային բան։ Դե մենք էլ պիտի խնդրենք ուրեմն։ Մարար Շուշո ջերան Շուշո նազուգ մեջքի թերան Շուշո Շուշոն գայն է դեմամ ռոցին ջուխտագ շամամ ճուր դոցին Մեկ դուդան իմ սրդիս խոցին մարալ Շուշո ջերան Շուշո նազուգ մեջքիդ հեյրան Շուշո Արև գայն է գամար Շուշոն գավ է ոսկե կամար Ունքեր կամարաչվնին թուղ մարալ Շուշո ջերան Շուշո նազոգ մեջքիդ հեյրան Շուշո Բրավո Արդեն իսկ պատկերացրեցինք, թե ինչ համերգ է սպասվում Ժամը 7-ին է Առնու Բաբաջան փոքր դալիճում Եվ հրավիրում ենք բոլորին գան եւ ներկա լինեն այս լավ միջոցառման լսեն մեր հայրենի երգերը։ Իսկ երիտասարդների ներգրավվածությունը ինչպիսին է։ Շատ լավ, գալիս են ամեն անգամ ակունքի համերգը չվերջացրած, մեկ էլ տեսնում ես տալիճ երկու կողմից բարձացել են, դες դուք էլ նկատած կլինեք, որ հիմիկվա երիտասարդները գալու շուրջ պարը բռնել են ու այն ինչ որ ակունքը պարում է, նվագում են, իրանք այնտեղ պարում են։ Ես միշտ մտածում եմ, ասեմ, այս պարերը որտեղ են սովորել։ Նա դե դպրոցում արդեն պարի դաս կա, չէ՞։ Իհարկե կա, այո, եւ հենց այնտեղ էլ սովորում։ Եվ հենց մեր համերգը չվերջացրած բարձանում են տեղից միշտ պար են բռնում եւ շատ երիտասարդները նախաձախնդիր են։ Մեր ընդհանրապես մեր երիտասարդները շատ հրաշալի սերունդ ունենք, որ նախաձախնդիր է իր արմատներին եւ երբ որ իր հարազատ մշակույթը տալիս ես, իր ներքին ձայնը արտանում է իր մեջ ուղղակի պետքա դա տալ, որտեվ դա իրանն է եւ մեր ժողովրդի այդ երիտասարդների մեջ մի հետարքիր բան կա, որ բացատրություն չունի։ Չես իմանում ինչի բոլորը անընդհատ հետարքրվում են իրաց արմատներով,
քանի տարվա ազգ են, քանի հազարամյակ, առաջ ինչ են արել։ Հիմա ուրիշ երկրներում կարող ասում են ձեր համար ապրեք, էլի, ինչ եք անգել, բայց հայերի մեջ այդ բանը կա, որտեղից է չգիտես։ Հիմա էլ երիտասարդներ են հանդիպում, ասեմ տղա ջան, ինչ ես հետարկրվում, այնց հետարկվում է, ես 4000 տարի առաջ որտեղ ենք, ինչ ենք արել, ոնց ա եղել, մեր երգերը հիմ որն է, մեր պարը որն է, մեր ճարտարապետությունը որն է եղել, բոլորի մեջ այդ կոդը դրած է, եւ դրա համար գալիս են։ Իհարկե շատ կարևոր է, որ ոչ միայն ինչպես դուք նշեցիք, այն բազմաթիվ ստեղծագործությունները, որոնք պահպանված են եւ դարեր շարունակ պահպանվում են, իհարկե կարևոր է, որ ոչ միայն պահպանվում են, այլև կյանք է տրվում այս բոլոր ստեղծագործություններին, դրանք փոխանցվում են, կատարվում են եւ հրաշալի է նաեւ որ պատրաստում ենք Սասի Դավիթ էպոսը, որ մյուս տարի եթե հաջողվի բեմադրենք ամբողջ իր հին երգերով, էպոսի երգերը կան, ամբողջ միջև փոքր մերի փակվելը, որովհետև այդ ոչ թե կարդացել են այսօր գրքի տեսքով է, չէ, էպոսը պատմել են, իսկ հին ժամանակներում գուսանները խաղացել են, ներկայացրել են։ Հիմա մենք դա ուզում ենք այդ ամբողջը անենք։ Վստահ եմ, որ հաջողելու եք եւ ստացվելու է ամեն բան։ Ինձ այսպես նաեւ հարցազրույցի վերջում թեման իրականում շատ հետաքրքիր է եւ շատ երկար կարող ենք խոսել, ժամանակը ցավոք քիչ է ուղիղ եթերում, բայց ինձ շատ հետաքրքրում է մասնագիտական ավելի շատ այս գաղտնիքը, ինչպես է հնարավոր եւ ինչպես կարելի է տարիներ շարունակ ձայնը այդպես պահպանել եւ այդպես շարունակել երգել։ Ինձ շատ հետաքրքիր է արդյոք կա որևէ գաղտնիք։ Պոպո ջան, քանի գաղտնիք է, որը ուրեմն գաղտնիք չի, ասա։ Բանը նրանում է, որ ասեց այնինչ իմ մեջ մնացել է նախնական, ասեմ, այդ նախնականը նա է, երբ որ ես ծնվել եմ մեծացել մի գյուղում, որտեղ բառացիորեն բոլորը Արևմտյան Հայաստանից գաղթած ժողովուրդներ էին, տարբեր շրջանների։ Կան գյուղեր, որ 1-2 գյուղից եկած են, բայց մեր գյուղը խայտաբղետ էր, բազում Ձեր գյուղը որն էր? Մերը ակունքն էր, արտկունքը էլի ակունք է, արտկունք գյուղն է, հասկանալի է, թե որտեղից է գալիս անվանումը։ Եվ ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ խոսակցությունը եղել է զուտ Սասնո Բարբարային հիմքի վրա դրված, շրջապատում նույնպես նույն երևույթներ եւ այն ինչ սովորել եմ այդպես արյան հետ անցել է իմ մեջ Սասունի բարբարով մի բան ասա հիմա որ անով եզրափակենք ես մեծացել իմ այն երկրի մարդկանց ծնկների վրա նրանք իմ առաջի համալսարանը այդ երկրի մարդիկ են եղել, այն ինչ որ դրանցից ժառանգել եմ, դա մնայուն է եւ խոր արմատներ է գցել իմ հոգում, որովհետեւ ես դրանից ուրիշ բան չեմ տեսնում, դրա համար էլ այն մանկական հասակից է մեր գյուղերի համար ամենա հիշարժան իրադարձությունները որն էր գյուղում, հարսանիքները, այո, որի ժամանակ զուտ ինչպիսի սահմանափակումներ, ինչպիսի արգելքներ եղել են, չեն եղել, դա մի կողմ ձգած իրենց չարչարանքից դուրս երբ որ տրվում էին երկու պարին, արդեն դա մի ուրիշ աշխարհ էր, իմ աչքի առաջ այդ աշխարհը միշտ պատկերանում է, ես ամեն օր դրա հետ եմ, եւ այդ երկրի մարդկանցից յուրաքանչյուրի կորուստ ինձ համար մի երկրի կորուստ էր, որովհետև դրանք մի ուրիշ կարգի մարդիկ էին, բառացիորեն անգրագետ, բայց այդպիսի իմացություն, այդպիսի խոհեմություն, այդպիսի փիլիսոփայական միտք, ամեն ինչի համար։ Հիմա համալսարանական ավարտ մարդուն ասում ես մի խոսք ասա, չկա, բայց այդ մարդիկ երբ որ հարսանիք էր բաներ, իրենց խոսքը այնքան չափավոր էր, իրենց խոսքը այնքան հզոր էր, որ անմիջապես ընկալվում էր, եւ նաեւ հուղարկավորություն է, ինչ ամեն անգամ նրանց խոսքը ընդունել էր, եւ այդ հրեղեն մարդիկ եկան
իրենց հրեղեն ձերին հեծածեկան եւ իրենց հրեղեն ձերով էլ իրենք հեռացան կյանքից։ Հրաշալի կերպ ներկայացրեցիք, պատմեցիք, շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն ամսի 26-ին հրաշալի համերգ է սպասվում։ Այո, Արո Բաբաջանյանի անվան համերգասրահում սիրելի հեռուստադիտողներ, ձեզ էլ հորդորում ենք իհարկե բաց չթողնել այս հնարավորությունը ու ներկա գտնվել համերգին։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք ձեզ։ Կարճատև դադար մեր եթերում, այնուհետև կվերադառնանք եւ կլսենք երաժշտություն։